Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սուր սրտային անբավարարությունից նշված է 88-ամյա պոնտիֆիկոսի մահվան վկայականում։ Վատիկանի բժիշկ Անդրեա Արկանջելին փաստաթղթում գրել է, որ Ֆրանցիսկոս Պապը երկուշաբթի վաղ առավոտյան մահվանից առաջ կոմայի մեջ է եղել։ Վատիկանը հրապարակել է նաև Հռոմի Պապի հոգևոր կտակը, որում նա խնդրում է իրեն հուղարկավորել Սանտա Մարիա Մաջորեի բազիլիկում։ Դամբարանը պետք է լինի պարզ, առանց որևէ հատուկ զարդարանքի, մեկ մակագրությամբ Ֆրանցիսկոս, ասված է կտակում։ Հայտնի է, որ Ֆրանցիսկոս Պապի մարմինը 3 օր կմնա Սուրբ Պետրոսի տաճարում, որտեղ հավատացյալները կկարողանան վերջին հարգանքի տուրքը մատուցել։ Նրա մահից հետո կաթոլիկ եկեղեցին թևակոխել է պաշտոնական սգո շրջան։ Մայիսի 11-ին կսկսվի կոնկլավը, որում կընտրվի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը։ Թեհրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնը հարգի Իրանի ազգային շահերը, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահը։ Եթե նրանք չցանկանան մեզ հետ գործարք կնքել հավասար պայմաններով, կշարունակենք գնալ մեր սեփական ճանապարհով, նախազգուշացրել է Մասուդ Փեզեշքյանը։ Ակնկալվում է, որ միջուկային գործարքի հարցով Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունները կշարունակվեն Ժնևում և Օմանում։ Նախորդ փուլը տեղի էր ունեցել Հռոմում։ Իրանի արտգործնախարարի խոսքով կողմերը փոխըմբռնման են հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը չի բացառել, որ գործարքի ձախողման դեպքում Իրանի դեմ կարող են ռազմական գործողություններ ձեռնարկվել։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները լավ են ընթանում։ Դոնալդ Թրամփի խոսքով, սակայն դեռ ժամանակ է պետք հասկանալու, ինչպիսին կլինի արդյունքը։ Նա անդրադարձել է ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորմանը։ Ռուսաստանի ու Ուկրաինայի պատվիրակությունների հետ Վաշինգտոնի ներկայացուցիչների վերջին հանդիպումները շատ արդյունավետ են եղել, շեշտել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը խոստացել է դրանց մասին մանրամասներ հաղորդել առաջիկա 3 օրվա ընթացքում։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Մոսկվան և Կիևը կարգավորման շուրջ համաձայնության կհասնեն այս շաբաթ։ Թրամփը նշել է, որ գործարքից հետո երկու երկրներն էլ կարող են մեծ բիզնես վարել Միացյալ Նահանգների հետ և լուրջ գումարներ աշխատել։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ապրիլի 23-ին Լոնդոնում տեղի կունենա Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հանդիպումը։ Հավատարիմ ենք մեր կառուցողական դիրքորոշմանը հասնելու հրադադարի, այնուհետև տևական խաղաղության։ Զատիկը ցույց տվեց, որ հենց Ռուսաստանի գործողությունների պատճառով է պատերազմը ձգձգվում, նշել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին ընդունել է, որ Զատկի օրերին օդային տագնապներ չեն հայտարարվել, շփման գծի որոշ հատվածներում էլ մարտեր չեն եղել։ Այնպես որ եթե Ռուսաստանը կրճատի հարվածները, հրադադարը հնարավոր կլինի։ Համենայն դեպս ուկրաինական կողմը հավատարիմ է իր առաջարկին և չի թիրախավորում քաղաքացիական ենթակառուցվածքները, շեշտել է Զելենսկին։ Նա հավելել է. Կիևը սպասում է Մոսկվայի պատասխանին և պատրաստ է ցանկացած բանակցությունների։ Մարտի դաշտում իրավիճակի մասին մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը Ալեքսանդր Սիրսկու խոսքով այժմ ինտենսիվ մարտեր են Կուրսկի ուղղությամբ։ Նաև հայտնի է, որ ռուսական ուժերը հարվածել են Օդեսային և Սումիին, կան ավերածություններ և վիրավորներ։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել են առևտրային երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին։ Կողմերն ընդգծել են էներգետիկ, պաշտպանության, ռազմավարական տեխնոլոգիաների և այլ առանցքային ուղղություններով գործակցությունն ամրապնդելու կարևորությունը։ ԶԼՄ-ները գրում են, որ վերջին ամիսներին Հնդկաստանը քայլեր է ձեռնարկել Միացյալ Նահանգների հետ գործարք կնքելու ուղղությամբ, նվազեցնելով մի շարք ապրանքների մաքսատուրքերը և պատրաստակամություն հայտնելով ավելացնել ամերիկյան արտադրանքի գնումները։ Թրամփի վարչակազմից հայտնում են, որ Հնդկաստանն այն երկրների թվում է, որոնց հետ բանակցությունները Վաշինգտոնի համար առաջնահերթություն են։ Դիանա Գասպարյան, լուրեր։